Իմում եմ ձեզ 150,000 հայերիս անունից, որ բռնի տեղահանվել ենք Լեռնային Ղարաբաղի մեր տներից և շարունակում ենք փափագել մեր հայրենիք վերադառնալու օրվա մասին։ Արցախցիները այսօր նամակ փոխանցեցին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն, խնդրում են այդ երկրի խորհրդարանի վերին պալատին բանաձև ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցով։ Այժմ, երբ բանաձևը մոտենում է իր վերջնական փուլին, մենք նայում ենք Շվեյցարիային, այդ հույսը կենդանի պահելու համար։ Մենք հարգանքով խնդրում ենք ձեզ չհակադրվել որոշմանը, երբ այն կներկայացվի կանտոնների խորհրդի 2025 թվականի մարտի 18-ին։ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում կանտոնների խորհրդում հաջորդ շաբաթ սպասվող քննարկումների օրակարգում լինելու են միջազգային վերահսկողությամբ կամ միջազգային հիմնական խաղացողների երաշխիքներով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսության հաստատման, ինչպես նաև հայերի ապահով վերադարձի հարցերը։ Արցախի ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցն ասում է, ակնկալում են, որ քննարկումը կավարտվի բանաձևի ընդունմամբ։ Դրական որոշում ընդունելու պահից արդեն կառավարությունը պարտադրված կլինի, որովհետև Շվեյցարիայի օրենքը այնպեսին է, որ վերին պալատի որոշումը ընդունելու պահից որոշումը պարտադիր է կառավարության իրականացման համար։ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի հարցը միջազգային քննարկման առարկա դարձնելու համար ամիսներ առաջ բանաձև է ընդունել նաև Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը։ Հենց սա է ըստ Բաղունցի հույսի շող առաջացրել, որ տեղահանված արցախցիների վերադարձի հարցը մի օր կարող է դառնալ միջազգային քննարկման թեմա։ Սպասում ենք, որ ամռանը հարցի քննարկումը կլինի։ 2023 թվականի հարձակումից և Արցախի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողության հաստատումից հետո Հայաստանի կառավարությունը որպես առաջնահերթություն խոսում է միայն Ղարաբաղի ժողովրդի հումանիտար խնդիրներից։ Արցախցիների վերադարձի հարցը նրանց արտաքին քաղաքական օրակարգում չկա։ Իշխանականները դա իրատեսական չեն համարում։ Արցախցիները մինչդեռ պնդում են, այդ հարցով առնվազն քննարկումներ պիտի լինեն։ Հողում դրված ցորենի հատիկը եւս տեսանելի չի, բայց դա չի նշանակում, որ շուտ կամ ուշ այդ ցորենը դուրս չի գալու եւ իր պտուղը չենք ունենալու մենք։ Իրատեսական է, որ Բաքուն արցախցիների հետ կհամաձայնի քննարկել նրանց վերադարձի հարցը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ասում է, քանի դեռ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է այդ հարցով զբաղվել, իրենք պետք է պայքարեն։ Ես կամ մյուսները չեն պատրաստում ուղղակի տեղի տալ, ասել դե լավ, ինչ կատարվել է։ Եկեք աճ փակենք ու չգիտեմ, ձև տանք, թե մեզ հետ ոչինչ էլ չի կատարվել։ Գիտեք, միշտ էլ պետք է պայքարել։ Այո, պայքարել հասնելու նրան, որ այդ նույն Ադրբեջանը ստիպված գա եւ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Այսօրվա ակցիային մասնակցում էին նաև Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։